Նռնաձորի բնակիչներն ամեն օր այս քարուքանջ ճանապարհով են երթևեկում, 2013 թվականից օգտվում են այս հատվածից, գնում գալիս են Արաքսի ափի երկայնքով, որտեղով անցնում էր հուշ դարձած երկաթգիծը։ Հիմա անհամբերությամբ են սպասում նոր ճանապարհի շինաշխատանքների ավարտին։ Նռնաձորի վարչական ղեկավար Արա Ազիզյանի խոսքով խոստացել են այն շահագործման հանձնել տարեվերջին։ Շատ բարդ ռելիեֆ է, այս թմբի հետևը շատ խորը ձոր է, ու ժայռոտ, այսպես տարածք։ Բավականին ծանր աշխատանք է, բայց շինարարը ասում եմ շատ մեզ հանդիպած երևի ամենալավ շինարարներից մեկն է։ Շատ լավ գործանում է, հույսով ենք ժամկետում կտեղավորվի, խոսք են տվել անմիջապես ասֆալտապատում անեն։ Նռնաձորն ունի 39 տնտեսություն, 138 բնակիչ, դպրոցում սովորում է 11 աշակերտ, նրանց թիվը նվազել է, քանի որ այս տարի մեկ բազմազավակ ընտանիք տեղափոխվել է այլ բնակավայր։ Առաջի դասարանցի ունեցել եք։ Այս տարի չենք ունեցել, չէ։ Այս տարի ոչ առաջի, ոչ էլ ավարտական ենք ունենալու։ Նռնաձորցիները զբաղվում են այգեգործությամբ եւ անասնապահությամբ, անմշակ հողատարածքներ այստեղ գրեթե չկան, աճեցնում են նուռ, թուս, արքայանարինջ եւ այլ մրգատեսակներ։ Գյուղում զբաղվածության խնդիր չկա, Նռնաձորում գործում է համանուն գյուղատնտեսական կոոպերատիվը եւ անգամ աշխատուժի պակաս կա։ Մենք անգամ դրսից ենք մարդ բերում աշխատելու, այդտենց խնդիր ունենք։ Այստեղ հարցը այդ հողի հետ աշխատել մարդիկ ցանկանում են, թե չեն ցանկանում, այդտեղ է խնդիրը։ Բերքահավաքի ամբողջ ընթացքում աշխատողը գալիս է դրսից։ Նռնաձորի վարչական ղեկավարի խոսքով, ինչպես հարևան բնակավայրերում, այստեղ էլ ամենակարևոր կենսական խնդիրը ջրի սակավությունն է եւ շատ տներ լքվել են հենց այդ պատճառով։ Միշտ եղել է ճանապարհը, բայց քանի որ ճանապարհը արդեն աշներով տենում ենք, հեսա կմոտիկանա գյուղ, երևի տարվա վերջ կհասնի, այս պահին ոռոգման ու խմելու ջուրն է։ Մայիսից մինչև նոյեմբեր ջրի խնդիրը սրվում է, ստորգետնյա ջրուղիները ցամաքում են եւ խնայելով, կուտակելով, խմելու ջուրը քիչ-քիչ բաժանում են բնակիչներին։ Աղբյուրներից մեկը հիմնական կտրվում է մեր հիմնական քյարիզը, որը ինքնահոս համակարգով գյուղը սնում է։ Կտրվում է, անցնում եք մեխանիկականի, ներքևի քյարիզը ինքնահոս գալիս է ջրավազան, ընդդեից պոմպերով մղում ենք օկաջը։ Այս պահին գալիս է, բայց օրվա մեջ կարողանում ենք ընդամենը 40 տոննա ջուր կուտակենք ու բաժանենք։ Մեր այդ ներքին ցանցի հետ խնդիրների հետ մեկտեղ շատերին ջուր չի հասնում, ամեն մեկին հատուկ փական դրած, այս փականը բացի են, փականը բացի ջուրը քիչ եկավ, մեծ խնդիր է։ Նույնն է խնդիրը նաև ոռոգման ջրի հետ կապված, ամռան ամիսներին ջուր չի լինում եւ նռնաձորցիները մնում են հնամաշ պոմպերի հույսին։ Սկիզբը շատ լավ ալնում, Մեղրուգետ ինքնահոս համակարգը գարունը բոլ ջուր, ջրի ու հասնում ենք հուլիս ու անցնում ենք մեր պոմպակայանի, որը 60-ական, 70-ականների պոմպեր են։ Պետք է նշեմ, Կարմիր խաչը 2023-ին նվիրաբերեց 2 պոմպ շարժիչով, եթե չլիներ այդ պոմպերը, մեր գյուղը երևի քյոչել էր, ստեից մարդ չէր մնաց։ Գյուղը բարեկարգ դպրոց ունի, նաև մանկապարտեզ է կառուցվում, որի շինարարությունը սակայն ընդհատվել է շինկազմակերպության անբարեխղճության պատճառով, հիմա նոր շինարարի են սպասում։ Սահմանամերձ այս գյուղում գործում է 16 միլիոն դրամ պետական աջակցությամբ բնակարանաշինության ծրագիրը, 10 տուն է կառուցվում, շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ Հիմա 6 տունը համարյա պատրաստ վիճակում է, տարվա վերջ կհանձնեն, 4-ն էլ պատերը կանգնած են, համենայն դեպս գործը ընթանում է։ Մյուս տարվա միջև կեսերը են 4 տունն էլ կհանձնեն։ Տները հիմնականում կառուցում են այն ընտանիքները, որոնք ամուսնացած կամ ամուսնության պատրաստվող որդիներ ունեն։ Փաստորեն Նռնաձորում կյանքը շարունակվում է։ Չնայած արկա դժվարություններին, Սյունյաց տաքուկ այս անկյունում նոր ընտանիքներ կձևավորվեն, նոր երեխաներ կծնվեն։ Եվ տա Աստված, որ տեղի դպրոցում տասնյակ եւ հարյուրավոր առաջին դասարանցիների ու շրջանավարտների ընդունեն եւ ճանապարհեն։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Մեղրի համայնք, գյուղ Նռնաձոր։